Մեր քաղաքում ամենատարածված ծառատեսակներից մեկը բարդին է։ Ամռան սկզբին, երբ սկսվում է նոր ակտիվ ծաղկման շրջանը, ծառերի փոքրիկ պտղատուփերը բացվում են և սպիտակ բմբուլը մեծ քանակությամբ տարածվում է օդում։ Այն ծածկում է փողոցները, բակերն ու այգիները, անհարմարություններ ստեղծելով բնակիչների համար։ Մადლობა მომბრძანებისათვის, თქვენ ყოველთვის ყურადღებიანად გვისმენთ და ხართ ეპიცენტრში აი ამ ჩვენი սիտուացիების შესახებ։ Ողջունում եմ բոլորիդ, շատ ողջունելի է ձեր այցը և ձեր պատրաստած կարևոր տեսանյութերը, որոնք հնարավորություն են տալիս բնակչությանը տեղեկացված լինելու տարբեր հիվանդությունների, հատկապես սեզոնային հիվանդությունների մասին, որոնք կարող են առաջացնել ալերգիա կամ վիրուսային ինֆեկցիաներ։ Բոլորս էլ գիտենք, որ գարնանը և ամռանը սկսվում է ալերգիայի սեզոնը, կան նաև ոչ սեզոնային ալերգիաներ, օրինակ ալերգիա կարող են առաջացնել փոշին, որոշ դեղորայքներ, ինչպես նաև բարդու բմբուլը, որը կարող է առաջացնել մի շարք ախտանիշներ, աչքերի կարմրություն, փռշտոց, քթի հոսք և այլ գանգատներ։ Այս ամենի դեպքում կան բժշկական օգնության միջոցներ և օգտակար խորհուրդներ։ Շատերը բարդու սպիտակ բմբուլից ալերգիա ունեն, ուստի անհրաժեշտ է բժշկի նշանակմամբ օգտագործել համապատասխան քթի կաթիլներ, լվանալ բերանի և քթի խոռոչը։ Երեխաներին խորհուրդ է տրվում զբոսանքի դուրս բերել վաղ առավոտյան կամ երեկոյան, քանի որ այդ ժամերին բարդու սպիտակ բմբուլը համեմատաբար ավելի քիչ է լինում օդում։ მადლობა თქვენ, რომ არ შუქებთ ამას ყველას და ყველაფერს და ადამიანების ოჯახებამდე და ადამიანებამდე მიგაქვთ ეს ჩვენი გულის ტკივილი, ეს ჩვენი საუბარი, გაფრთხილება თუ დარიგება და აი ესე ერთობლივად მუშაობთ აი ესე ხალხის ջանթելობისათვის։ Թեև բարդու բմբուլն ինքնին միշտ չէ, որ ալերգիայի ամիջական պատճառ է, այն օդում հավաքվում և տեղափոխում է փոշի, ծաղկափոշի և այլ մանր մասնիկներ։ Դրա հետևանքով շատ մարդկանց մոտ առաջանում են ալերգիկ ռեակցիաներ, փռշտոց, աչքերի արցունքահոսություն, քթի փակվածություն և շնչառական դժվարություններ, հատկապես երեխաների և զգայուն մարդկանց շրջանում։ Ալերգիայի պատճառները շատ բան կարող է լինել, միայն ծառների չէ։ Եթե մարդ ունի ալերգիայի հագում, ունի հիվանդություն, ալերգիան կարող է լինել եւ տարբեր բաներից։ Օրինակ, ուտելիքից կարող է լինել, արևից կարող է լինել ալերգիա, իսկ հատկապես հիմա այս ծառներից, որ բամբակի նման սպիտակ, այդ նյութը կարող է մեծ ալերգիա առաջացնել նամանավանդ այն մարդկանց մոտ, ովքեր հագում ունեն ալերգիայի։ Եվ դրա համար այս հատվածում, այս ժամանակաշրջանում պետք է ալերգոլոգը ելույթ ունենա, ժողովրդին բացատրի, որ կարող է լինել ալերգիա մարդկանց մոտ։ Դրա համար պետք է պաշտպանվել։ Այսինքն տանից շատ դուրս չգալ, այդ ծառների տակ չկանգնել, հետո մասկա անցկացնել, աղջիկ ջան։ Մասկա է պետք անցկացնել։ Ուրիշ ինչ ասեմ, դրա համար հարկավոր է, որ բժիշկը բացատրի ժողովրդին, ինչպես պետք է պաշտպանվել եւ ինչ նյութեր ընդունել, ինչ դեղորայք ընդունել։ Այսինքն ոչ բոլոր մարդիկ կարող են նույն դեղորայքները ընդունել։ Դա արդեն բժշկի գործն է։ Պետք է պրոֆիլակտիկ աշխատանք անցկացնել ժողովրդի հետ։ Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել բմբուլի մեծ կուտակումներից, հաճախ օդափոխել և մաքրել բնակելի տարածքները, իսկ ալերգիայի ախտանիշների դեպքում դիմել բժշկի։ Խնդիրը շարունակում է մնալ քաղաքի բնակիչների ամենահաճախ քննարկվող սեզոնային անհանգստություններից մեկը։